Սպառողների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ՀՈՒՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ ներկայացնում են Կարևորեք առողջությունը Արտադրությունից մինչև շուկա ընկած շղթայում մսին ու մսամթերքներին ներկայացվող հիգիենայի պահանջների խախտումը լուրջ վտանգ կարող է հանդիսանալ մարդու առողջության համար։ Ախտահարված մսի օգտագործման հետևանքով կարող են փոխանցվել կենդանիների և մարդկանց համար ընդհանուր այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սիբիրախտը, բրուցելոզը, դաբաղը, տուբերկուլոզը։ Միսը կարող է նաև օրգանիզմում տոքսիկոինֆեկցիաների, ստաֆիլոկոկային թունավորումների պատճառ հանդիսանալ։ Այդպիսի դեպքերում առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանի փոխանցմամբ ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները։ Ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխումներ, գլխացավ, գլխապտույտներ, լուծ եւ ջրազրկում օրգանիզմի, որը անգամ ծանր դեպքերում կարող է բերել մահվան։ Ուրեմն դրա հետևանքով այդ հարուցիչները ախտահարվում է մաշկը եւ ներքին օրգանները, խոցեր են առաջանում, շճահեմորագիկ խոցեր, որոնք եւ դրա հետևանքով էլ կարող են լինել անգամ գլխուղեղի այտուց է լինում, անգամ աղիքային արյունահոսություններ, ներքին օրգանների արյունահոսություններ եւ մահ։ Նկատենք, որ մսի պահպանման ջերմային պայմանների եւ ժամկետների մասին կառավարության սահմանած նորմերի համաձայն միսը պետք է պահվի +2-ից +6 աստիճան Ցելսիուս ջերմային պայմաններում, խոշոր կտորներով առավելագույնը 2 օր ժամկետով, մանր կտորներով 1 օր, չափաբաժիններով առանց պաքսիմատի 36, իսկ պաքսիմատում 24 ժամ տևողությամբ։ Ակնհայտ է, որ առողջության համար այդքան կարևոր հանդիսացող պայմաններին հայաստանյան շուկաներից շատերում ուղղակի չեն հետևում։ Դա է փաստում նաեւ մսավաճառ Արմենը։ Ձմեռը ընդհանրապես սառ է եղնում, մսի վիճակեն որ պայվում է, միսը վաճառել սենք ճանջերը չկան, սենք նորմալ վաճառում է, բայց համարը շատ վատ պետք է անի, որովհետև սենք իրա պրիլավ կեկը չկանի, որ միսը դնեն ճանջը չխաղալ, ճանջը չջմևերեն, սանտարական ճիշտ դաշտը խալադյանին չի ապահովում մսա մտերքի մեջ։ Ինչպես նկատում է առողջապահության նախարարության սնուցման բաժնի գլխավոր մասնագետը, ճանջերի միջոցով կարող են փոխանցվել եւ հելմինտները, եւ կարող են հելմինտների ձվիկները, եւ կարող են փոխանցվել աղիքային ցուպիկի խմբի մանրեները։ Միսը լավ միջավայր է դրանց աճելու եւ զարգանալու համար, իսկ հիվանդությունների հարուցիչներով ախտահարված միսը առավել վտանգավոր է այն դեպքում, երբ այն ենթարկված է թույլ ջերմային մշակման, օրինակ խորոված միսը, տապակած միսը, եթե ջերմային մշակումը 75 աստիճանից բարձր 10 րոպե եռացնեն, օրինակ սալմոնելաները ոչնչանում են։ Դրա տարածման աղբյուրն էլ կկանխարգելվի։ Այնպես որ հարգելի սպառողներ, միս գնելիս անհրաժեշտ է ոչ միայն ուշադիր լինել վաճառվող մսի որակի նկատմամբ, այլ նաև պետք է հետևել դրա պատրաստմանը խոհանոցում, այն ենթարկելով համապատասխան ջերմային մշակման։ Իսկ հասկանալու համար տվյալ միսը որակյալ է թե ոչ, պետք է նկատի ունենալ հետևյալ հատկանիշները։ Թարմ միսը կտրելիս չոր է լինում, մատով սեղմելիս նրա վրա գոյացող փոսիկը արագորեն ուղղվում է։ Ինչպես ավելացնում է սպառողների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության փորձագետ Վիկտոր Աբրահամյանը, մկանների զարգացվածության աստիճանից, գույնից, ամեն կենդանի ուղի մսի իր գույնը, միսը լինում է ընտանենք կարմիրից, մուգ կարմիր, աղյուսակարմիր, օրինակ ոչխարների մոտ, խոզերի մոտ բաց վարդագույն, տարբեր է, բայց այդ գույնը խաբուսիկ է, որտեղ դա էլ կապված է կենդանու արյունակամության աստիճանից, կենդանու առողջական վիճակից։ Եթե լավ արյունակամություն չլինի, պարզը կարմիր կլինի։ Դա արդեն աչքի բան է, որ պետք է տեսնի։ Իսկ ինչ հատկանիշներով են մեր սպառողները տարանջատում լավորակ եւ թարմ միսը վատից։ Միսը քաշում է քեզ։ Եթե նայում ես միսին, միսը դեպի քեզ է քեզ քաշում։ Առաջերտին գույնը, խոզը ինչպես է, եթե պետք է ուրիշ գույն ունենա, դավարը կարմիր է հիմնականում լինում, ավելի ինչքան կարելի է, պայծառ կարմիր։ Գարը դե, գարին դες գույնը այդքան էական չի։ Երևի գույնից, փոքր ոսկորներից, ինչքան մսի գույնը բաց լինի, այնքան երևի որակն էլ լավը կլինի։ Պինդ լինի, գույնը պետք է իր գույնն ունենա։ Եթե արդեն աչքերով ենք մենք ընտրում, ոչ թե ինչ որ հոտը։ Առաջինը գույնից, եթե վառ կարմիր է, ուրեմն թարմ միսը։ Տեսքից երևում է։ Պնդություն ունի, ինքը ամուր է լինում։ Իսկ ասենք հին միսը, տենց հենց տեսքից, գույնից կարելի է հասկանալ ինքը թարմ է, թե արդեն հին է, մի քանի օրվա է։ Հին օրինակ միսը, մուգ, ու ինքը սենց ինձևի որ բերց մեզ ձեռքիդ վրա, ինձևի առանձնանում է, ոնց որ թե իրարից, պես փոկվում է իրարից։ Ասենք թե էրինջա կամ չիդեմ ինչա, ես տանուն ուրիշ բանաստացում կամ մեծ տարիքով միսը էպելուց է զգացում, երևի դες բանից է զգացում, ես քյասեր մինչև այսօր էլ ինչքան միս տարեմ չեն դժգոհ եղել։ Ասենք դու
հեսա գալի որ միսը եթե որակով ծախվեր, ինչ էլ տանեի պետք է նորմալ լիներ։ Ուրեմն եթե 100 միակը որ տանեմ նորմալ չի լինում, ուսամա միսը լավ է։ Հավելենք նաև, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալների համաձայն նախորդ տարի մեր երկրում արձանագրվել է ստաֆիլոկոկային թունավորման 3 դեպք, մեկը Գյումրիում 31 տուժածով, երկուսը Երևանում 52 տուժածով, իսկ թունավորման պատճառ են հանդիսացել հավի մսով մայոնեզով աղցանը եւ շաուրման։ Լիաննա Մարգարյան, Ռադիո Վան։ Հաղորդումն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության օժանդակությամբ աջակցություն սպանդանոցների զարգացմանը Հայաստանում ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորում է Հունաստանի կառավարությունը։ Ձեր իրավունքների ոտնահարման դեպքում զանգահարեք Սպառողների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության թեժ գծին 54 38 18։